Այսօր ուզեմ օրինակ դալ ցեզի, որ եղբայրներ սուրբ գիրքեն մի աշակերտի օրինակը։ Գիտեք, մենք միշտ կխոսենք, այս վերջերս քիչ ավելի, ջամբարին շատ ավելի, որ քրիստոնյան աշակերտն է Հիսուսի։ Հավատացյալը աշակերտ չէ, դժբախտաբար։ Բայց աշակերտը միշտ հավատացյալ է։ Հավատացյալներ շատ կան։ Մի քանի օր առաջ տաղումի կասած էի։ Մի դեր տաղում արեցի։ Մարդիկ, որ ոչ եկեղեցի են, ոչ մեկեն լուր չունեն։ Տարբեր գրոնքի մարդիկ կային կաթոլիկ եկեղեցի մեջ։ Իսլամներ, հրեաներ, բուդդիստներ, անհավատներ եւ մի քանի քրիստոնյաներ։ Բայց հավատացյալ, ասենք, մեր նման հավատքի մարդ չտեսա։ Ամենատեպս խնդրվեցավ ինձ մե խոսքս խոսեցա, գիտեք, այդպես տեղեր շեշտը տրվում է միան Հիսուսի վրա։ Իմ կողմից ամենատեպս։ Ճանապարհը Հիսուսն է, միակ Հիսուսն է, միակ։ Այդպես քարոզելուց հետո թաղումի ընթացքին ալ նույն բանը տակարին վրա միակ Հիսուս հարություն, միակ Հիսուսով, այդպես միակ բավական քարոզելուց հետո վերջացա, ուրեմն տակարը տրինք, հիմա մարդիկ գալիս են գնում են իրենց գործերը անում են, ծաղիկներ եւ այլն, գիմը եկավ, ես միջատ համարներ եմ գարթում, խոսք եմ խոսում, միջատ իրենք գալիս են գնում են վերջին հրաժեշտը տալու։ Գիմը եկավ ասավ եւ բոլոր աստվածների անունով թող խաղաղություն կամ թող լավ լինի, այդպես մի բան։ Ես ալսի այո, Հիսուս Քրիստոսի մեջ։ Այդպես զարմացավ, հետո վերջացանք, բռնեց իրեն Եգուր նայեմ, ասի այդ բոլոր աստվածները դով են։ Այդ բոլոր աստվածները։ Հավատացյալ գիներ։ Փնդրդուկի մեջ։ Անգերց փնդրդուկի մեջ է, բայց չէր գիտեր ինչ էր։ Իր համար ինչու մի անգցեց Հիսուս։ Բա իսլամները, գամույսերը, քանի որ ասավ ես կարտացել եմ, ես ուզել եմ, ես միշտ փնտրել եմ ճշմարտությունը։ Տեսեք ինչ գեղեցիկ վիճակ, ասի հալելույա։ Ինձ հագարագեցավ անշուշտ, բայց խնդիր չէ, հագարագեցավ, քանի որ մեջը բան մգա։ Այդ դերը տրավարջևես, հալելույա։ Եվ հետո միջև սրահ կացինք 15 վայրկյան քալելով 15 րոպե, այդ 15 րոպեի մեջ ինչ որ պետք է ասավ խոսիր, հիմա ուրիշները գանչում են իրեն ինքը գողքս խոսիր, հոզնար հետս է, խոսիր։ Ասավ երբեք չէի լսած, որ հավատացյալ կա եւ Հիսուսի հետևորդ կա։ Ասի դու հավատացյալ ես, բայց դու Հիսուսի հետևորդ չես։ Դու կրոնական ես, դու կրոնքի հետևում ես։ Ես կրոնական չեմ։ Ո՞նց ասեց, ասի, հա։ Հովիվ ես, ասի, հա հովիվ եմ, բայց կրոնական չեմ, գրոնք չեմ հետևիր, Քրիստոսը, Հիսուսն է, լսեցիր ինչ ասի, հա ասավ, այդ Հիսուսի համար նայր, բացատրեցի 15 րոպեի մեջ ժողովուրդ ջան, այդ կինը բոլորովին փոխվեցավ, միտքես ասի, որ հավատացյալ գիներ, բայց պիտի դժոխ երթար, հավատացյալը լալով։ Հավատացյալները երկինք չեն գնալու, Հիսուսի հետ աշակերտներն են երկինք գնալու, լավ լսեցեք, քանի որ միլիոն տեսակ հավատացյալ կա։ Եվ մեր քրիստոնյաներու մեջ, նույնիսկ մեր եկեղեցիներու մեջ հավատացյալ ասելով մենք մեզի բայց մի հատ նայր ինչի կհավատաս, ով է քո Աստվածը, ինչ կսա այդ Աստվածը, դու որքան կհետևիս այդ Աստծո։ Հալելույա։ Ես արդեն գնալուց միշտ անանք տեղեր որ գնամ սուրբ գիրք բան գտանիմ հետս միշտ։ Տղտիկներ, սուրբ գիրքներ։ Ասի քեզ մի հատ նոր գդագարան պիտի դամ։ Կամ ասա սուրբ գիրքը գարտացել եմ, բայց գեսեն չեմ գարտացած, ասի ինչու։ Ասա քանի որ իրար գսպանեն։ Էդիկա իմ բաբային հետ, միշտ իր աղջիկին հետ, էդ ինչ է։ Ասի հենց էս աշխարհսի հիս Աստված մեզի ցույց կուտա որ առանց իրենից ստեղտոտ ենք բոլորս։ Հա, սա այդպես չէի մտածել։ Ասա այդպես է։ Ամբողջ սուրբ գիրքը 5 տականը մեզի գսե նայեցեք դուք ոնց եք։ Կեղտոտ մարդիկ եք, սպաննել, իրար ուդել, իրար հետ քնել, ելնել, իշտել եւ այլն, ինչ կեղտոտություն կա։ Գա 4 հատ կինը ստեղեն 5 հատ կինը 10 հատ կին 1000 հատ կին մյուստեղից։ Մարդը էսա։ Բայց նոր գդագարանից Հիսուս եկավ մեզ ասելու, որ նայեցեք Աստծմով մենք ունենք ճշմարիտ կյանք։ Ասավ երբեք չեմ գարտացած նոր գդագարանից քեզի մեկ հատ պիտի դամ։ Պատրաստեր էի,
դվեցի, գիտեք որքան ուրախացա։ Այդ գինը որ եկավ իմ թեմս ինձ պիտի իբր թե այդ գինը ուրախացավ եւ ասավ օտանա պիտի ելեմ ասավ 6-7 ժամ ճամփորդությունին պիտի գարտամ, ասի մեկ անգամով չգարտաս։ Շարունակե։ Միտքս եկավ հավատացյալը կա եւ աշակերտը կա։ Չկա հավատացյալը, որ երկինք պիտի երթա։ Գա Հիսուսի հետևորդը, որ երկինք պիտի երթա։ Հասկացաք տարբերությունը։ Մենք ով ենք այստեղ։ Մենք ով ենք աշակերտ ըլլալու ճանապարհին։ Չկա աշակերտ, որ օրը գիտեսի, ես արդեն տոպ։ Ճանապարհին ենք։ Ճանապարհին ենք։ Ամեն։ Հալելույա։ Նայեցեք համարը կգարտամ, այս համարը անկիր սորվեցեք ասորվածից մի 15 անգամ կարոզել ենք, բայց չեմ կարոզելու, մի ամբիդի անուն բան ասեմ։ Մի բանակ, գործ առաքելոց պատրաստվեցեք բանալու։ Բայց այս համարը գսե հետևյալը։ Աշակերտը իր վարտաբեդին մեծ չէ։ Ամեն գադարելապես վարժված իր վարտաբեդին կնմանի։ Իր վարտաբեդին բես կրնա ըլլալ գսե իմ գիրկս։ Ամեն վարժված աշակերտ, անենք վարժության մեջ ենք։ Վարժվածը գվարժվի Քրիստոսի նմանելու, քանի որ ես Քրիստոսին աշակերտ կուզեմ ըլլալ։ Սարգիսին աշակերտը չէ։ Հալելույա։ Եթե Սարգիսին աշակերտ կուզես, Սարգիսին կնմանես։ Եթե Հակոբին աշակերտ կուզես ըլլալ, Հակոբին կնմանես։ Բայց մենք ասել ենք, մգրդվենք, կամ պիտի մգրդվենք այդ մտքով, որ մենք Հիսուսի պիտի հետևենք։ Ուրեմն մենք Հիսուսի պիտի նմանենք։ Ուրեմն կարելի է վարժությամբ աշակերտը նմանիլ Հիսուսի։ Քիչ առաջ աղոթեցինք։ Այս շաբաթվա ընթացքին մի բան արեցիր, կամ խոսեցար, կամ մտածեցիր, որ Հիսուսին չեր նմանվիր։ Ես ինչ սուրբ եկեղեցի ենք։ Այո, վարժություն է դարձել հավատացյալներս, վարժություն է դարձել ապրիլ եւ չարց չտալ, որ այս խոսքս Հիսուսի հաճելի էր կամ Հիսուսի պես էր, պես, ոչ թե հաճելի, նման, շատ ավելի զորավոր է, ոչ թե Հիսուսի հաճելի լինենք, Հիսուսի պես լինենք, հասկացաք տարբերությունը, գա մեկը, որ ինձ հետ կսե, որ քիչ առաջ աղոթեցինք, բայց մեկ հատ տեսնեմ, որ այս շաբաթ Հիսուսի պես չխոսեց այդ մարդուն, Հիսուսի պես չմտածեցի այդ գիշերը, ես գիշեր գամ առավոտը։ Մենք աշակերտ ենք Հիսուսի պես լինելու պիտի աշխատենք, պիտի կաչալենք, իրար աղաչ պիտի կաշենք, իրար պիտի սիրենք, իրար պիտի հապուրենք, իրար պիտի ապտագենք գալ, որպեսզի Հիսուսի նմանենք։ Եկեղեցին դեղն է։ Եկեղեցին գրոնական դարձած է դարիներ եւ մենք խապվել ենք սիրելիներ, գիտեք ինչու խապվել ենք։ Խապվել ենք որ կան նստենք, մեկ հոգի կարոզե, երեք հոգի երկե, մեկ հոգի կարոզե, մենք ամեն ասենք եւ երթանք։ Այսինքն խապել ենք մեզ։ Եկեղեցին պետք է լայթ վայրը, որ ասենք, Գայան Քույջան, Սարակույ ջան, Արմեն եղբայր, այս շաբաթ ո՞նց եղավ քեզ հետ։ Ասա։ Ստացվեց կամ չստացվեց։ Եվ իրար կաչալել ենք։ Հաջորդին ստացվի, քույրիկս, հաջորդին ստացված է եղբայրս։ Եկեք այսպես անենք, այդպես չանենք։ Եկեղեցին աշակերտ ըլլալու հայերը գործարան, վոլա։ Արեստանոց, ապրես, արեստանոց, գործարան է։ Աշխատում ենք, լաբորատուար։ Ալելույա։ Նարինեին գտնես Էմմային գողքը, գտեսնես ինչ պայթումներ գլան դեղ։ Օրինակ, ուրեմն պետք է շուտ կվի։ Հասկանաք, հետո Էմմային գտնես իմ գողքը ուրիշ պայթում գլինի, Սարային գտնես Քրիստիկի գողքը ուրիշ պայթում գլինի, այս լաբորատուարն է։ Հալելույա։ Երբեմն լավ կստացվի, երբեմն կպայթի։ Դեր կարոզը չսկսավ։ Բարձրապես գուզեի ասել, որ ժողովուրդ աշակերտը էսա։ Ամեն, եւ երբ որ գանձվատարնաս տուն կամ ես, երբ որ գանձվատարնամ, որ Հիսուսի պես չխոսեցա, պես բարը գիտեք, չէ, բեսը հայերեն է, պես բարը, նման, հա, արևելը հայերեն դուք պես ասում եք, չէ, Հիսուսի պես, հա, Հիսուսի պես երբ որ չխոսեցա, Հիսուսի պես չմտածեցի, Հիսուսի պես այս բանը չարեցի, ես պետք է իրիկունը նստիմ եւ ապաշխարեմ։ Վերջ։ Հիմա գնալը ինձանից շատ լավ բան արիր, բայց Հիսուսի պես չարեցիր։ Իմ հետ մի համեմատվիր։ Հիսուսի պես։ Ալելույա, եթե այս տեխնիկը գցանք, ամեն օր լավ բաներ կապրենք։ Քանի որ մենք, եթե գսենք քրիստոնյաներ ենք, մի քանի ամիսներ առաջ մեկ եկավ ասավ, ես քրիստոնյա եմ, խաչը հանեց ցույց տվեց, շատ լավ ես։ Մի անհարց։ Հիսուսի պես ապրես այսօր։ Նա ինչ ես խոսում այ ախպերդ,
ուրեմն քրիստոնյա չես։ Քրիստոնյան գմդած է, գաղոտ է, գբայքարի, եկեղեցու կա, քուր եղբայրներով գշփվի, որպեսզի սովորի, վարժվի Հիսուսի պես։ Ամեն։ Հալելույա։ Ինչ մեծ բադիվ է ինձի, քեզի, որ թակավորների թակավորը մերավ ինձի համար, քեզի համար։ Հալելույա։ Եթե այս հասկացանք, շատ բաներ հասկացանք։ Ամեն։ Ուրեմն, օրինակ մի աշակերտի։ Եվ գիտեք, այս վերջերս կորձարակելոցը գսերդենք, այսօրվա մեր աշակերտի օրինակը պիտի ըլլա Փիլիպոսը։ Փիլիպոսը պիտի ըլլա աշակերտի մեր օրինակը, պիտի արդենք Փիլիպոսին օրինակը մի քիչ իրար հետ խոսելով։ Փիլիպոսը առաջին անգամ գտեսնենք իրեն նոր կորձարակելոցի մեջ, 6-րդ գլխում մեջ, երբ կհիշեք առաքյալները նոր եկեղեցին կսկսեին, անցյալ մի քանի ամիս շաբաթներ առաջ Ստեփանոսի մասին ցեզի խոսեցա, Փիլիպոսը Ստեփանոսին ընկերն էր։ Այդ 7 հոգիներեն էր, որ իրենց համար ըսվեցավ առաքյալները ասին, ծեր մեջ են, եկեղեցին մեջ են, բնդրեցեք Սուրբ Հոգիով լեցված մարդիկ եւ իմաստությամբ, որպեսզի սեղաններ շտկեն ուտելիք տալու համար։ Ինչ բարձ սեղաններ շտկեն եկեղեցիի մեջ ուտելիք տալու համար, ծեր մեջը բնդրեցեք Սուրբ Հոգիով լեցված մարդիկ, իմաստությամբ մարդիկ։ Հիմա շատեր գրնան ասել, ինչ պետք է Սուրբ Հոգի լեցված լինել, բարձրապես գերագուր դալու համար աղքատներին։ Օրինակ, ինչ պետք է Սուրբ Հոգիով լեցված լինել, որ բարձրապես մի քրոջ սուրճ տամ։ Օրինակ, բայց եկեղեցին մեջ, Աստուծո ընտանիքին մեջ, աշակերտը լուրջ է ամեն բանի մեջ։ Եվ երբ որ գսվի դու այս ծառայությունը միտնես, լրջությամբ պիտի ընե, եթե անշուշտ լուրջ մարդ է։ Չկա եկեղեցի մեջ բարձր ծառայություն կամ ցած ծառայություն։ Չկա միկրոյի խոսքի ծառայություն, եւ սուրճ տվող ծառայություն, չկա։ Սուրբ Հոգիով ծառայություն, քանի որ եկեղեցին Քրիստոսի մարմինին որ դու գծառայես, դու գիտես որում գծառայես։ Նա անդրադարձիր։ Դու գիտես որում գծառայես։ Դու Հիսուսի մարմինին գծառայես։ Սարգիսին չես ծառայել։ Դու մարդկան չես ծառայել, որ նեղանաս մարդուց։ Դու Քրիստոսի մարմինին գծառայես։ Անորոմար գսե եկեղեցին մեջ գսե Սուրբ Հոգիով իմաստությամբ լեցված մարդիկ բնդրեցեք։ Եվ բնդրեցին 7 հոգի, որոնց մեկը Փիլիպոսներ, մեր օրինակն այսօրվա։ Հոյակապ ծևով, երբ որ գտեսնենք Փիլիպոսին, սեղան ծառայելու համար գնդրվի եւ գնդունի այդ ծառայությունը։ Մեր մեջ, եթե այդպես բանանեին, գիտեմ, որ մի քանիներ անուններ չեմ դար, որ չէին ընդունել այդ ծառայությունը։ Ով ես? Ես կեդինները լվամ։ Ես աթոռները շտկեմ։ Դու չես համանում, ես ինչպես Սուրբ Հոգիով լեցված եմ։ Ինձ քարոզչություն դուր։ Երկ դուր, ինչ գիտեմ, մի խոսքով էստեղի ծառայություն դուր։ Ոչ թե ընդեղի, էստեղի։ Փիլիպոս չէ, ասեց, դիրոջ փառքի համար ինչ որ պետք է ես կանեմ։ Դիրոջ եղբայր քույրիկներուս համար ինչ որ պետք է անեմ, քանի որ իմ եղբայր քույրիկս Քրիստոսի զավակն է։ Հասկացաք միտքը։ Խոնարհությունը Փիլիպոսին, աշակերտը խոնար է ժողովուրդ։ Օրինակ մեր, առաջին օրինակը որ գտեսնեմ, ընդունեց իմաստությամբ Սուրբ Հոգիով լեցված մարդ, բարձրապես իր դվյալ Երուսաղեմի եկեղեցիներ այն ժամանակ, մենք ալ գրնանք ասել Գոնեսի, կամ Արֆորվիլի, կամ Փարիզի, կամ ուր որ գուզես, այդտեղի մարդը խոնարհությամբ ընդունեց։ Իմ օրինակս Փիլիպոս եղբայր, ինձ օգնե որ քո նման խոնարհ լամ։ Տիրոջը թագավորության համար։ Հալելույա։ Կապրիսություն չնենք։ Կապրիս հասկացաք։ Շփաթածություն չնենք։ Քրիստոսի մարմինը սուրբ է։ Դու պիտի բադիվս կասե, որ քեզ գսե մեկ էս աթորը ստեղից հանի օնտեղ դիր։ Մեր երեխաները հիմա որ գալիս են առավոտները ստեղ։ Տեսնում եմ որ մեր երիտասարդները մի քանի երեխաներուն դալիս են այստեղ գանկնել են, բան չեն անում, բայց այդտեղ են։ Գիտեք ինչ հբարդություն է իրենց համար, որ ես այդտեղ եմ։ Բան չանում, բայց ես ալ ասեցի շատ լավ ես անում, սովորի,
Բաղսի Սաշան, ատերը պիտի ելան դուրս, դուք պիտի դնեք։ Սաշ, տեսար ոնց, հա դուք պիտի դնեք, մենք չգանք։ Բադիվ, աթորը վերցուր դիր, բադիվ, որ իրեն կվստահվի մի բան։ Քանի որ երեխաները բարձ են, բայց ցեզանից մեկում ասեի, դերևս նույն թարծվածքը չէի տեսներ։ Ուրիշը թողանի։ Հալելույա։ Փիլիպոսը իմ օրինակն է։ Ինչ պետք է դեր քո թակավորության մեջ։ Հովիվ եմ եղեր, քարոզիչ եմ եղեր, Սուրբ Հոգիով լեցվել եմ եղեր, մգրդուտ կվեր եմ եղեր, ինչ գիտնամ է, հեչ կարևոր չէ բոլոր ինձ համար։ Դիրոջ թակավորության մեջ ինչ որ պետք է, այդտեղ եմ։ Գարիկը որ մեր մեջն է, Գարիկ ջան։ Արդեն 2 տարի եղար, չէ, 2 անցար, որ գալիս է եկեղեցի։ Գիտեք ինչու հոգևորապես մեծանում է այստեղ։ Քանի որ պատրաստական ծառայելու ամեն ինչի մեջ օտոմատիկ մեծանում է։ Ոչ հետը հadoop ծառայություն եմ անում ես, իբր հովիվ, ոչ ալ մեգերնի, բայց օտոմատիկ ինք գնում է առաջ։ Ինչու՞։ Քանի որ ճիշտ ճամփուն մեջն է։ Սուրբ Հոգին է դանում առաջ, ես չէ, ոչ ալ դու։ Երբ որ մեկը խոնարհության մեջ է, Սուրբ Հոգին կդանի առաջ։ Հալելույա։ Ամեն։ Սովորեք, աշակերտը խոնար է։ Ամեն։ Ուզում եք խոնարիլ, գործ ունին իրենց այստեղի համար։ Գարիկի մոտ գնացեք։ Ամեն։ Երբ որ ուրեմն սկսան իրենք ծառայությունները ներ եկեղեցի մեջ, Սուրբ Գիրքը մեզի գսե որ 8-րդ գլխում մեջ հալածանք սկսավ։ Գիտեք Ստեփանոսին մերծուցին եւ հալածանք Երուսաղեմի մեջ։ Երբ որ հալածանքը սկսավ, զարմանալի է Փիլիպոսը այդ առաջին հավատացյալներից է, որ Երուսաղեմը թողեց եւ գնաց Սամարիա ուրիշտեղ, որ այդտեղ ավետարանը քարոզ է։ Մենք գիտենք որ Փիլիպոսը ամուսնացած էր։ Հետո նոր մասին կխոսենք։ Ընտանիք ուներ։ Գործ դեղ ուներ վստահ, ինչպես կաբրեցներ ընտանիքը չեմ գիտեմ, բայց վստահ մի բան ուներ ուդելու։ Ինք հիշեց, որ Հիսուսը սավ դուք իմ վգաներս պիտի լակ Երուսաղեմ, Սամարիա եւ աշխարհի ծայրերը։ Գիշեք այս պատմությունը, առաջին գլուխին 1 համար 8-րդ գլուխ։ 8-րդ համարները ուղղ։ Փիլիպոս, երբ որ հալածանքը եղավ, առաջիններից էր, որ ասավ, ժամանակը եկավ, որ ավետարանը մեր կոմֆորտից դուրս ելենք։ Երուսաղեմը հանգիստ տեղ էր մեր համար։ Արաքյալները կան, եկեղեցին կա, մամաս պապաս կա, զավակներս կա, դերևս զոքանչնա կա, չեմ գիտեր, հալելույա։ Մի խոսքով, հա, պետք է լավ խելոք զոքանչ ուներ, դերևս չեմ գիտեր։ Բայց ամենը լավ, ամենը իր դեղում են։ Բայց ինք հիշեց չէ, ինք կանչված է ավետարան քարոզելու։ Ինք սեղան շտկող մարդ էր, բայց հասկացել էր, որ իր գոչումը ավետարանը քարոզելն է։ Եվ այդ հալածանքին ոչ թե փնտրեց իր հանգիստը եւ իր դունը, որ ինքը մնա հանգստանա, այլ ինք ուզեց Քրիստոսի գործը կատարել։ Ինչ արեց։ Գնաց Սամարիա եւ շարունակեց ավետարան քարոզելու։ Ինձ համար օրինակ է, որ իմ կյանքիս նպատակը ինչ է, ավետարանը քարոզել, ավետարանը փոխանցել, ավետարանի թակավորությունը հարաճ տանել, թե ոչ թե ես իմ կոմֆորտս ունենամ։ Ես իմ հանգիստս, ես իմս, իմ ծրագիրներս եւ այլն եւ այլն։ Հարց տվեք դուք ցեզի։ Փիլիպոս ինձ գսորվեցնե, որ հալածանքի ընթացքին ինքը իր հանգիստը չփնտրեց, այլ իր գոչումը փնտրեց։ Սա վոկասիոն։ Գոչումը ինչ էր։ Գացեք միջև աշխարհի ծայրերը քարոզեցեք։ Իրեն եկեղեցի մեջ պետք ունեին, եկեղեցի մեջ ծառայեց խոնարհությամբ։ Հալածանք եղավ եկեղեցին ծրվեցավ։ Չմնաց եկեղեցի մեջ, վայ ինչ լավ էր շենքի մեջ, լավ ամեն օր հավաքվում էինք, վայ ինչ լավ էր միասին էինք ստեղ, վայ ինչ լավ էր, ինչ լավ էր, ինչ լավ էր։ Չէ, ժամանակ անցավ, հիմա այդ ժամանակը չէ, ուրիշ ժամանակ է, օքեյ, ինչ ժամանակ է, քարոզել գնանք, հալածանք, օքեյ, հալածանքի մեջ։ Այդ հալածանքը մեզյալ բիդլա սիրելիներ, եւ ես կասկած ունեմ մեր եկեղեցիներու հավատացյալներին, երբ որ հալածանքը սկսի, մեծ կասկած ունեմ։ Ընդհանուր եկեղեցի մասին։ Այնքան վարժվեր են հանգիստ աթոռներու վրա նստիլը։
եւ դժբախտաբար այն մարդ իր դեղը։ Հալելույա։ Կոմֆորտը մեր համար չի։ Ուրեմն ինձ համար օրինակ է 8-րդ գլխուն մեջ կգարտանք այստեղ մեծ հալածանք եղավ գսե Երուսաղեմի մեջ առաքյալներեն զադ ամենքը ցիրուցան եղան Հրեաստանի եւ Սամարիայի երկիրներու մեջ։ 4-րդ համարը 8-րդ գլխուն ցիրուցան եղածները գբդդեին ու խոսքը գկարոզեին։ Հալելույա։ Ամեն։ Գբդդեին ցիրուցան եղածները դունը թողել են։ Դունից դուրսել են վրընդեր են իրենց։ Սավակները չեմ գիտեր, հետերին են կամ չէ։ Բայց իրենք փամը ունեին, խոսքը գտանեին։ Ուր գբդդեին, ուր գբդդեն, ուր որեին։ Բդդել պարը գսիրեմ ես արեմդյան մեջ։ Կբդդիմ։ Բդդված ժամանակս հոպ մեկ գտեսնեմ, զրտ կխոսիմ։ Հետո նորեն կքալեմ, ուրիշ մեկ գտեսնեմ, զրտ հոն կխոսիմ։ Բդդեին ուրեմն ուր որ հասել էին, իրենք չփնդրեցին իրենց տրամը, իրենց ղթխետը, իրենց էս, իրենց են, իրենք գսին նախ խոսքը։ Ինձ դվեր են Փարիզ, ինձ դվեր են Ամերիկա, ինձ դվեր Չինաստան, ուր որ հասել եմ այդ ռոբեին հոն, կերեզմանի քարի վրայալ, օրինակ, ինչպես քիչ առաջ պատմեցի, ուր որ ենք, եկեք անգերձ ելան, այդպես ենք մենք, այդպես չենք, գիտեք ինչու, աշխապ վարժվել ենք ամիսներ, տարիներ, սորվեցուցեր են մեզ, որ գիրագի օրը եկեղեցի պիտի կաս և պիտի նստիս։ Եվ մի քանի հատ պիտի ուրեղպայները պիտի կարոզեն, և գամ ծառայությունից մանուկներու, երիտասարդներու, և ստոպ, բայց որ 12 անցավ, ժամը 1 անցավ, վերջացավ ծառայությունը։ Բայց ես չվերջացավ իմ ծառայությունից պաշտամունքին մեջ։ Ով գսամեն, դարբերությունը գտեսնեք աշակերտի և հավատացյալի, քույր մեծ դարբերություն ունենք։ Հուսամ մեր մեջ ապաշխարողներ կլան, զղջացողներ կլան։ Քանի որ դերը պիտի կա նորեն ասեցի, հավատացյալներուն պիտի դանի, գիրագի օրը աթորդակցնողներուն պիտի դանի, դերը պիտի կա իրեն հետևորդներուն իր կորձին մեջ եղողներուն պիտի դանի։ Ով գսե ամեն։ Եվ գսե Փիլիպոս 5-րդ գլուխ համար Փիլիպոս ալ գսե Սամարիայի մեջ քաղաքի իջնելով Քրիստոսը գկարոզեր։ Ինչ կներ։ Ինչը գկարոզեր։ Բարձրս է, ինչ կկարոզեր։ Մեկադաս, ինչ կկարոզեր։ Վգայություն չեր դար, գկարոզեր Քրիստոսը։ Իր բատմությունը չեր բատմեր, գկարոզեր Քրիստոսը։ Իր սկացումները չեր բատմեր, իր երազները չեր բատմեր, իր բատմությունը չեր բատմեր, Քրիստոսը գկարոզեր։ Քանի որ աշակերտը իր բատմությունը չէ որ կբատմի մարդկանց, Քրիստոսը։ Իր անձը չէ որ կբարձրացնե։ Ես Սարգիսին եկեղեցին երթամ, լավ գսկամ, լավ եկեղեցի, դու գալ եկեք, ոչ, ադի ավետարանություն չի։ Եկեղեցի մի կարոզեր, մեր ծառայությունը մի կարոզեր, Սարգիսին մի կարոզեր, կարոզի Քրիստոսը, քանի որ այդ Քրիստոսին առջև հաշվի պիտի տաս եւ ինքն է որ քեզ համար մերավ եւ հարություն արավ։ Հալելույա։ Լավ է ժողովուրդը, մի քիչ ամենսեք ուրախ կլամ, որ գիտեմ որ եկեղեցի մեջ կան մի քանիներ նորեն իմ նման։ Հալելույա։ Հասկացար։ Բարգես դեր։ Եվ գսեն այցեք ինչ կպատահի, գարտամ, և ժողովուրդը միապան, ուրեմն 6-րդ, 5-րդ Քրիստոսը կարոզեր, և ժողովուրդը միապան Փիլիպոսին ըսածներուն ուշադրություն գուդային, Փիլիպոսին ըսածներուն գլսեին։ Վաու, ով էր Փիլիպոսը, սեղան մաքրող մարդ էր, եկեղեցի մեջ ավլողներ, եկեղեցի մեջ ամենեն դգար ծառայություն ունեցողներ, հիմա ամբողջ Սամարյան իր ցայնը գլսե։ Քանի որ հավատարիմ է, Աստված կուղեղերու։ Քանի որ խոնար է, Աստված կբարձրացնե։ Քանի որ բարձ է, Աստված կուղե։ Քանի որ իր աշակերտներուն միշտ Աստված իր աշակերտներուն վստահած է այս աշխարհի մեջ։ Բայց խոնար, բարձ ծառաներուն։ Եվ ամեն մարդ կսե ուշադրություն գտային լսելով եւ տեսնելով այն նշանները, որ Փիլիպոս ինք կներ։ Հրաշքը կորձեր։ Հրաշքը կորձեր, շատ թիվահարներ, բիղձ ոգիները մեծացային, աղագելով գելեին, շատ անտամալույցներ և գաղեր գպշշկվեին, մեծ ուրախություն եղավ քաղաքի մեջ, ինչու, Փիլիպոս եկավ։
Էլ դարձել այս պատմությունը մեզ համար առասպելներ։ Առասպելը գիտեք ինչ է, բան։ Légende. Légende, français légende. Légende, hein, Philippos est venu, des miracles, alléluia, il est bon, hein, Philippos, ça va, c'est lui ça. Շատ լավ է Փիլիպոսը, ինչ լավ է մարդը, հրաշքները լավ, քարոզը լավ, ինչ լավ է Փիլիպոսը։ Այդ Փիլիպոսին je m'en fous։ Այդ Փիլիպոսը ինձ օրինակ է ես։ Փիլիպոսը օրինակ է ես, հիմա Փիլիպոսը դեր ինքը մեզ գլսե Սարգիս, խոսի։ Ես չեմ կարևորը, իրենք են կարևորը։ Հրաշքներ, բոլոր քաղաքը գսե, զարմանալի, բոլոր քաղաքը ուրախացած, երբ դու քաղաք մտերես, ամբողջ քաղաքը ուրախացել կամ դու եկել ես։ Չի եղել այդպես բան, հազիվ մեկում դու նկերտած հազիվ մի երկու հոգի։ Չէ, զարմանում որ օրի եկեք, քաղաքի մասին չմտածենք, եկեք եկեղեցի մասին մտածենք։ Երբ մտերես եկեղեցի, քու եկեղեցի, եւ ամենան ուրախացել ենք, որ դու եկար։ Օրինակ, այդտեղին սկսիր, որ եկավ մեր եղբայրը, մեր քույրիկը, եկավ հիմա պիտի լավ խոսք ասի մեզ, պիտի օրհնի մեզ, պիտի քաչալերի մեզ։ Եկավ քույրիկը, եկավ եղբայրը։ Երա չէ, եկել են, չեկան։ Դուք առանց բարևի գելես, առանց բարևի երբեմն շատերը։ Ուրիշ գոմեն երկու հոգի գպարևեն, հետո երեք հոգի չեն բարև։ Աշակերտը այդպես չի, աշակերտը ուր գմտնե, պետք է իր հետ այդ դիրոջ ներկայությունը գա։ Գիտեք որ աշակերտը, խոնար աշակերտը, բարձ աշակերտը, ինչ որ գասես այո ասող աշակերտը, դեգուս քո ասածը խելք չի բարգիր, բայց ինքս է այո, քանի որ դիրոջ տակավորության համար է, ինչ որ ես պատրաստ եմ, ինչ որ գրնամ ես անել, ես պատրաստ եմ անելու։ Մեր օրինագով է այսօր, չէ, Փիլիպոսը, գիտեք ինչու Հիսուս սկսեք, քանի որ մենք անգամ վերը գտնենք օրինակը, որ գիտեք որ ոչ մեկը չի նմանի Հիսուսին, որ հասանելի չլար, բայց Փիլիպոսը բարձ մարդ, բայց ինչ մեծ գործ գնե, քանի որ ինք խոնար աշակերտ է։ Հալելույա։ Նայեցիք, շարունակենք 12 համարը, 8-րդ գլուխ։ Բայց երբ կսե Փիլիպոսին հավատացին, որ Աստծո թագավորությունը եւ Հիսուս Քրիստոսի անունը գքարոզեր, մգրդվեցան այրեր եւ գիներ։ Սիմոն այդ կախարդը ինքն ալ հավատաց, նայեցիք, մգրդվելով միշտ Փիլիպոսին հետ էր եւ տեսնելով այն նշանները եւ մեծ զորությունները, որոնք գլային գզարմանար։ Նայեցիք, Փիլիպոսին հավատացին գս, այստեղ միակ դերն է սուրբ գիրքի մեջ, որ գրված է հավատացին մարդու, միակ դերն է, զարմանալի է, Հիսուսին չհավատացին, ներողություն, այդպես չէ գրված է Փիլիպոսին հավատացին եւ մգրդվեցան, Հիսուսի անունը վաշուշտ, քանի որ տեսան որ Փիլիպոս քարոզեր Աստծո թագավորությունը, Քրիստոսի թագավորությունը, ամեն, Փիլիպոս շիրակ բան գսեր, չերեսեր իմ ետևես եկեք, գիտնալով որ այդտեղ մի հատ գախատ մարդ մգա Սիմոն անունով, որ ինք իր ետևեն գտաներ մարդիկ։ Մարդիկ տեսան որ այս Փիլիպոսը դարբեր է, իր ետևեն չի դաներ, գտանի Հիսուսին։ Ուրեմն ինք շահ չունի այս հարցին մեջ, ուրեմն իրական մարդ է։ Այն հովիվները, քարոզիչները, մարգարեները, առաքյալները ինչ որ գլսեք, որ իրենց անունները եւ իրենց նկարները գտրվի ամեն գոմ եւ գսվի որ եկեք պաշտամունք պիտենք Սարգիս առաքյալը պիտի կա, ցես պիտի օրտնե եւ մարդիկան Սարգիս առաքյալին տեսնելու վախցեք այդտեղից։ Առաքյալը կամ աշակերտը իր անցին պուբլիսիտեն կամ ռեկլամը չներ։ Ողս ամեն Փիլիպոսին հավատացին, քանի որ տեսան որ այս մարդը Քրիստոսին մասին գխոսի, իր մասին չէ։ Եվ զարմանալի Սիմոնը որ գախարդ էր, կմգրդվի գաբաշխարե, գեսմես, այդի հետո անոն մասին չէ այսօրվա թեման, բայց Փիլիպոսին հետ էր գսեմ ինչև վերջ։ Ուրեմն աստե ես մեկ ուրիշ օրինակ մնալ գարդեմ Փիլիպոսին, որ հաճելի մարդ էր։ Ալելույա։ Մարդիկ ուրախ են իրեն հետ լալով։ Հավատացյալներ կան 5 րոպե դեմ չես նստիր։ Քանի որ լավ բնավորություն չունի։ Երեսնի միշտ կախ, միշտ ֆատ,
Միշտ ուրիշի մասին։ Բայց նայր այս մարդը Փիլիպոսը, անհավատ Սիմոնը իր հետ կուզեր լալ։ Հաջելի բան մնա գաժոտ աշակերտը հաջելի է նույնիսկ անհավատներին։ Ով գսե ամեն։ Հաջելի մարդ։ Սուրբ ոգիով լեցված ասել չէ դխուր։ Սուրբ ոգիով լեցված ասել չէ անպայման երկնային բաներ պիտի խոսիս։ Սուրբ ոգիով լեցված ասել է քով իրավիճակով մարդուն պիտի բերես Քրիստոսին, չեմ գիտեր ոնց, բայց պիտի բերես։ Հալելույա։ Շարունակենք։ Օրինակը գտեսնեք, չէ՞ Փիլիպոսի օրինակը։ Մեկը սա որ ես Փիլիպոսի պես եմ միջև հիմա։ Չի գա մեր գեցի մեծ Փիլիպոս։ Լավ, մեկը դեսավ կոնե մի քանի դեր նմանում են Փիլիպոսին։ Մի քիչ կա, ճաբալ բան չենք, հա։ Մի քիչ կա։ Ուրեմն նայեցեք, երբ որ մարդիկ ապաշխարեցին եւ մգրդությունները սկսավ, Երուսաղեմի մեջ կսե եղող առաքյալները երբ լսեցին տեսամարացնելու մեջ Աստծո խոսքը ինչպես կընդունեն, Պետրոսը եւ Հովհաննեսը եկավ։ Հիմա այստեղ հարց տվեցի։ Ինչպես լսեցին թե Սամարիայի մեջ հրաշքներ, ապաշխարություններ, ուրախություն, ազատագրություն կա։ Փիլիպոսի միջոցով։ Փիլիպոս ասեց. եղբայրներին դուր տվեք։ Ինձ համար գիտեք ինչ լավ բան է։ Եղբայրներին լուր տվեք։ Բաղված բան չի, թող կան իրենք։ Փառքը ես չստանամ, թող միապանություն լինի։ Դժվար է, բայց Փիլիպոսի նրանց շատ ինձ հաճելի է։ Երբ որ գսե որ ինք գուզե հաշիվ տալ, թե ինչ արեց, ինչ ըրավ, ինչ ըսավ, ցեզ պատմեմ ինչ եղավ։ Ես եմ Փիլիպոսը օրինակ, ես եմ Սամարյան ամենը ինձ ասում են Սարգիս ինչ կլա։ Չէ՞։ Գուրի չէ։ Լավ, մհերը, Սարգիսը չէ մհերը։ Գուրի, մարդը գուրի, երբ որ բադիվ, ով լա թողնա մեր մեջ ասեմ ցեզ ես մեկ միշտ պրոբլեմ չունի։ Բոլոր զալասոր մեջն ենք։ Գուրի, այդտեղ Պետրոս Փիլիպոս ինձ կսորվեցնե շատ մի ուրիր բայթիլ գա։ Դու մինակ չես, դու չես նպատակը, Քրիստոսի մարմինն է նպատակը։ Քու անունդ կարևոր չի, Քրիստոսի մարմինն է, եղբայրներուն դեղեկացրու։ Բողոսը նույն բանը արեց։ Աստված հայտնվեցավ։ 3 տարի քնած մինագը, Աստծո հայտնությունները լեցվավ, բայց ինչ հրավ ըսավ երթամ Երուսաղեմ, եղբայրներուց պատմեմ, նային ինչ կսեն եղբայրները։ Վաու, ես լայդեր գսե, ինչ եղբայր, ինչ բան, ես արդեն ստացել եմ։ Ես Աստծո զավակ եմ, ես առաքյալ եմ, ես կինեմ, Սուրբ Հոգին իմ մեջ է, հալելույա, այսպես կսեմ, ով դու կարևոր չես։ Բայց եկեղեցին կամ Սուրբ Գիրքը ինձ հետ չսորվեցներ, գսե քո արածները արի քո եկեղեցին պատմի։ Վավերացումը ստացիր։ Ինքնագոչ մի լար, լսել ենք ես վերջերս, 5 հոգի հավաքում են, եկեղեցից ելնում են, նոր եկեղեցի են սկսում։ 5 հոգի հավաքում են, եկեղեցի ելնում, նոր եկեղեցի են սկսում։ Ինչ եղավ։ Ինքնագոչ, ես գիտեմ, Աստված ինձի, միան ես, այդ մարդիկը լավ չեն, ես լավ եմ։ Լավ, օքեյ, հետո միջև երբ։ Փիլիպոսը գսե հաշվեդու եղիր, խոսիր, ասե։ Մի բահեր։ Դու չես նպատակը Քրիստոսի մարմինն է։ Մեր եկեղեցին նպատակը ես չեմ իբր հովիվ, մեր եկեղեցի նպատակը ծեր լավությունն է։ Ես շատերուն ասել եմ, որ եթե այս եկեղեցին քո հոգևոր աճ չի դար, դու գնա ուրիշ տեղ։ Ես կուզեմ որ դու լավ լինես։ Ոչ թե կուզեմ իմ հետ լինես։ Շատ լավ գնա մեր հետ լինես, բայց իմ նպատակս քո հոգևոր մեծությունն է։ Եթե քո հոգևոր մեծությունը գուդեսնես որ ուրիշ տեղ շատ լավ է, Աստված օրհնի քեզ գնա։ Նպատակը մենք չենք, նպատակը Փիլիպոսը չէր, նպատակը Սամարիայի օրհնությունը չէր, նպատակը եկեղեցի առաջացումն էր։ Անոր համար է որ եկան Հովհաննես եւ Պետրոս դանչեց եւ ուրիշ ավելի զորավոր մի բան գլա, երբ որ եկան Հովհաննես եւ Պետրոս, Փիլիպոսին ճարեց, գիտես, միետ կայլ արեց։ Ետ կայլ արեց, ասեք Պետրոս Հովհաննես, դուք ասեք ժողովրդին։ Իրենք ցերկերն ընտրին եւ հոգին ստացավ։ Փիլիպոսը չէ, ետ կայլ արեց։ Գտեստեք խոնարհությունը։ Նպատակը ես չեմ։ Ասա աշակերտը լալը որ այսօր եկեղեցի մեջ թենգալ խոսում, գրիվ գա եկեղեցի մեջ ով առաջնագար ծառայող պիտի լինի։ Ով հովին աչ բազուկը ինչ գիտնամ, ով ասին չին աս պատասխանատուն,
Ժողովուրդ, կալմևու, հանդարտեցեք, սուբտիպը մեզի գսե, կարևորը եկեղեցի առաջացումն է, ես չեմ, դու չես, մենք չենք, բայց մեզմով դերը ուզում է բաներ մտանի առաջ, բայց ոչ թե մենակ ինձմով, այլ բոլորով։ Երբ որ եկան առաքյալները, Պետրոս, Փիլիպոս մեկ կալ ետև գեցավ եւ ասավ Պետրոս Հովհաննես, եղբայրներ, դուք ասեք, Աստված ցեզ է տվել, դուք եք 12 առաքյալները։ Հարկանք գա չէ։ Դուք եք առաքյալները, ես պարզապես ծառայող եմ։ Եկեղեցի մեջ ալ գա հարկանք, հովիվին, իմ մասին չեմ խոսում, բայց հովիվի հարկանք, հովիվի հետ խոսիլ, ծառայողների հետ խոսիլ, առաջնորդների հետ խոսիլ, ամեն մեկուն իր դեղը հարկանք պետք է։ Այս ցույց կտա աշակերտության նիվոդ քո եւ իմ։ Մարդը չենք պաշտեր, բայց այդտեղ դրված են առաքյալները ոչ Հովհաննես պաշտվեցավ, ոչ ալ Պետրոս, գիշեք եւ որ իրեն ուզեցին պաշտեն Պետրոսով մենք ացերպես մարդ ենք, չտպնաս ինձ։ Իրենք գիտեն իրենք ով են։ Իրենք չսին ես առաջինն եմ Պետրոսը, Հիսուս ինձի փանալիները տվավ երկնքի, ես եթե փանամ պիտի բացվի, ես եթե փագեմ պիտի, այդպես բան չասեց, խոնարհությամբ կծառայի, բայց Փիլիպոսը իրեն օրհնեց։ Գասկնակ չէ, բաց գեհդեվիկ չէ ժողովուրդ։ Հիսուսի հետևորդ մարդու մասին կխոսենք։ Փիլիպոսը մեր օրինակն է ժողովուրդ։ Շարունակեմ թե տեսնենք ինչ եղավ։ Հիմա համար 26 նայեցեք ինչ կլա։ Ուրեմն Սամարյան փորը գաբաշխարեն հրաշտեր գլա Փիլիպոսին աստուծո դեղ գտնեն գբատվեն առաքյալները ետ կերտան Փիլիպոս կմնա մենակ ինքը հովիվ է Սամարիայի բոլոր քաղաքին հովիվն են, այցեք։ Ամեն պատասխանատվությունը իր վրա է, շատ մարդիկ ուզում են այդպես լինի։ Ուզում են հովություն ունեն։ Ախ, Երանի իմանային ինչ է հովությունը։ Երանի իմանային։ Ինչ է։ Ուրեմն բոլոր Սամարյան իր պատասխանատվության դագն է, եւ նայեցեք ինչ կպատահի։ 26 համարը դիրոջ հրեշտակը գսե Փիլիպոսին խոսեցավ։ Փիլիպոս մեծ եկեղեցի սարքե եւ այդ եկեղեցի մեջ քեզ համար լավ աթորտիր։ Այդպես բան չասեց։ Փիլիպոս քեզ Ամերիկա գրգեմ։ Ինչ որ այսօր դժբախտաբար շատ հովիվներ զարմանալի ձևով գոչում կստանան միան Ամերիկա երթալու։ Մանավանդ Հայաստանի եւ Լիբանանի հովիվները։ Զարմանալի։ Ուրիշտեղ չեն ստանալ գոչում միան Ամերիկա։ Հալելույա, հասկացաք ինչու։ Բայց նայեցեք ինչ կսե հրեշտակը աստծո հրեշտակը Փիլիպոսին ասավ ելիր եւ գնա հարավային կողմը ուրեմն Սամարյան վերևն է Երուսաղեմի մեջտեղը եւ դեռ ավելի հարավային սյուդ հարավային կողմը գնա այն ճամփան որ Երուսաղեմեն դեպի Գազա գիչն է որ անաբատ դեղ է ուր եղեր ինչ կսե Աստված կորձդ ըրիր Փիլիպոս բաժինդ էսեր Հիմա անաբատ կնա։ Գիտեք ինչու։ Քանի որ Փիլիպոս ոչ դունի է դևեներ, ոչ հանգստության է դևեներ, ոչ փողի է դևեներ։ Փիլիպոս ազո թակավորության է դևեներ։ Եվ ավասիկ լավ իր սուքսե, իր հաջողության մեջ ամենեն լավ հովիվի համար ամենեն լավ հաջողություն ինչ է։ Եվ որ ամեն քաղաքը, բոլոր քաղաքը ապաշխարե, չէ։ Երևակեզը գոնեսը բոլորը ապաշխարեցին։ Եվ մեր եկեղեցին գուքան։ Ինձ համար ամենամեծ հաջողության դեր է, չէ՞, այդպես չի, մեզ համարալ։ Եվ այդ ժամանակ Սուրբ Օքի ներս կմտնեք, ասե Սարգսյան թող գնա։ Բայց ախպերս քոնիք շուֆայն է։ Ուր ոչ թե ավելի լավ դեր, այլ ավելի չոր դեր։ Չոր դեր։ Եվ Փիլիպոս այդ գործը արավ։ Փիլիպոսը հաջողության հետևեն չէր, Փիլիպոսը Հիսուսի խոսքին հետևեն էր։ Սիրելի աշակերտներ, քո կյանքի նպատակը եթե քո կյանքի հաջողությունն է, վստահ եղիր, որ դերը չի կործածելու քեզ։ Բայց եթե գուզես դերը կործածի քեզ, քո կյանքի նպատակը իր թակավորության հարաճացում լինելա։ Թերևս կողզածի նման չես հարաճանար։ Նայեցեք Փիլիպոսին բան դարավ անաբատ։ Ինք Փիլիպոս չէր ար երևակայել որ օրը անաբատ պիտի երթա։ Բայց Փիլիպոս վարժված էր, հալածանք եղավ թողեց Երուսաղեմը, ելավ վարժված է, քիչ առաջ աշակերտը գվարժվի։ Ստաժրավ,
Եվ հիմա ստաժանալուց հետո, ըստ ժամանակը եկավ անաբադ կնա, հա դե տեսնեմ Բիլիբոս։ Չէ որ տուն ինձ համար գործես, չէ որ քո կյանքիդ նպատակը ես եմ, գնա անաբադ։ Դունը թող, գործը թող, ամեն ինչը թող, գնա անաբադ։ Հիսուս 40 օր որ անաբադ գնաց ձեր գարձիկով ինչու էր։ Որպեսզի մեզ սորվեցնե, որ մեր կյանքի 40 տարիները կամ մինչև Հիսուսի վերադարձը մենք անաբադի մեջ ենք։ Կսե բանտուղթ ենք։ Ուրեմն բանտուղթը դուն չունի։ Չէ՞ որ ֆիզիկական դունի մասին չի խոսքս, դեր օրդեն բոլորդ ունենաք մի 10 հատ, խնդիր չէ։ Բայց մեր դուները մեզ պահելու կանգնեցնելու համար չի։ Մեր դուները մեզ Տիրոջ թագավորությունը հարաճ տանելու համար է։ Եթե դուն ունենք, եթե մեքենա ունենք, եթե թուղթ ունենք, եթե առողջ ենք, եթե էս ունենք, եթե այն ունենք, Տիրոջ թագավորության հարաճացման համար ոչ թե դանոթ մեջ մեկ սենյակ ավելի ունենամ, որ մի քիչ ավելի հանգիստ բարգեմ, մեկ սենյակ ավելի ունենամ, որ մի քիչ ավելի լավ տելևիզոր դիտեմ, մեկ սենյակ ավելի ունենամ, որ մի քիչ ավելի լավ հանգստանամ կամ հյուր հրավիրեմ։ Ոչ, մեկ սենյակ ավելի ունեցի, որ Տիրոջ թագավորությունը տանիս առաջ։ Հալելույա։ Ուրեմն խնդրեմ աշակերտներ ջան, կոչումնիդ շիդակ տեղտերեք։ Նայեցեք ինչ կբադայի, երբ որ գսե դերը իրեն գնա անաբադ տեղ մնե, անալ գսե համար 27-ը ելավ և գնաց, ինչ հեշտ խոսք, ինչ հեշտ խոսք, գնա, դերը գսե, ինքնար ելավ գնաց, հիմա եթե ես տեղ լինեի, ես իմ մասին խոսամ, Գիտեք ինչ էր գասեի, սպասի, երբ պիտի գնամ, ոնց պիտի, մի հատ պատրաստեմ, մի հատ կազմակերպեմ, մի հատ տեսնենք այս հարցը լուծենք, այդ հարցը լուծենք, եկեղեցի մեջ այս անենք, եղբայրներուն այս ասենք, գազམ་ակերպչական, այնքան գազམ་ակերպչական կանենք, որ դեղենից նստած կմնանք դարիներ։ Հասկացաք։ Գնա, գնաց։ Հիսուսով կացեք, բոլոր աշխարհը ավետարանեցեք, կացին։ Գիտեք ինչ վստահություն պետք է աշակերտը լալու համար։ Հիսուսի ինչ վստահություն պետք է, կոնֆիանս տոտալ։ Հիսուսի աշակերտը լալու համար որքան հնազանդ եւ վստահ պիտի ըլլաս Տիրոջից, որ ինչ որ ասի, պիտի անեմ, նույնիսկ եթե այս գլխուն մեջ չի մտնում։ Հալելույա։ Երբեմն գլուխնիդ հանեցեք ձեր վիզերից, դրեք կողքը։ Եվ առանց գլուխի ապրեցեք ձեր հավատքը։ Հասկացաք միտքս։ Առանց դրամապանության, առանց այսպես ասելու, եթե ես ասեմ ինչ պիտի լինի, եթե ես անեմ ինչ պիտի լինի, բա որ չստացվեց, որ չեղավ, հա, բա որ ես սոված մերա, որ կորձ չեղավ, բե որ թրամ չի սայեցա, եթե ես արդարը լամ, բա ինչպես փող շահիմ, այսպես մարդիկ կմտածեն, պետք է մի քիչ, հալելույա, հա, աշակերտը այդ բանը որ մտածի արդեն ինքնուրույն աշակերտ չէ, Հիսուսի հետևորդը գրեցի, գարտացի իր պես է։ Հալելույա։ Եթե Հիսուսի կուզես հետևիլ, իր պես պիտի մտածես, իրեն պիտի վստահիս եւ իր ասածներուն համաձայն պիտի քայլես։ Անաբադ գնա, գնաց։ Նստիր, նստավ։ Էլ ոտքի, ելա ոտքի։ Մի խոսա, չխոսեց։ Խոսա։ Հալելույա։ Եվ գնաց անաբադին մեջ, մի հատ գարկ տեսավ, գարկը գիծակ, բան, շաղյու, որում մեջ նստեր են նախարար, Եթովպիայի նախարարը, ժողովուրդ, մեծ մարդ, միան գարկը մինակ չէր, իր բոլոր զինվորներով, իր բոլոր ծիերով, իր բոլոր bodyguard-ով, VIP, very important person, VVIP, երկու, very important person, հալելույա, այդպես մարդ գանցնում է, գնում է, իր նախարար է, Երուսաղեմեն գերտա թեպի Եթովպիա, Եվ Աստված դրել է Փիլիպոսին անաբադին մեջ։ Անաբադը գիտեք, ճանապարհ չի գա, աչ ցախ, չես գիտեր ոնց, ինչ։ Մեջտեղ գնաց անաբադ։ Եվ այդտեղ գսի այն ռոբեին, չեն գիտեր ոնց պատերեցավ հրաշք այդ է, որ այդտեղ են գարկը անցնում է, այդ բոլոր իր բաներով։ Ինչ կսեն։ Աբիս կոնվոյն հայերեն բնդրեց չգտա։ Իր բոլոր ընթացքով, մի խոսքով։ Հա, իր բոլոր խմբով։ Հիմա նայեցեք Սուրբ Օքին այս անգամ գսե Եվ Սուրբ Օքին ըսավ Փիլիպոսին։ Ժողովուրդ ջան, Սուրբ Օքին միշտ կխոսի, ականջ պետք է լսելու։ Ապրես, գլուխը պիտի ցնես մեկ կողմ, սիրտը պիտի փանաս,
Աստված միշտ կխոսի իր աշակերտներուն, մի ասա որ չլսեցի, չի գրնարալալ որ չի խոսի։ Եվ Փիլիպոսին նայեցեք Սուրբ Հոգին ինչ կսե։ Աննորմալ բան։ Գսե մոդեցիր այդ կարգին։ Ոնց։ Փիլիպոս, մի հատ բեչերեն թրքերեն բարե բեչերեն, հա։ Բեչերեսը դգար, բարզ մարդ, ասեմ։ Բարզ մարդը պիտի մոդենա նախարարին, անաբադին մեջ իր կարգի եւ իր կոնվոյի ընթացքին։ Սուրբ Հոգին է խոսողը։ Հալելույա։ Ժողովուրդ, ես հասկացա, որ աշակերտ ըլլալը ասել է խենթ ըլլալ է։ Փամը պետք է բագաս ըլլա, ստեղ որ մենք նորմալ աշակերտ ըլլանք։ Եթե մեր ստեղը ամեն ինչ նորմալ գաշխատի, մենք աշակերտ չենք կրնարել։ Ես հասկացա, իմ վրա հասկացա։ Հասկացա, որ եթե ես քիչ ավելի խելացի ըլլամ, աշակերտ չեմ կրնարել։ Ես պետք է հավատքով քայլեմ։ Հավատքով քայլելու համար այս գլուխս ասածից պես մեկ կոմբինացնենք։ Ով գսամեն, եթե գսկսես գլուխով մտածել, աշակերտ չես կրնարել։ Չի, ոնց կարելի է որ այս մեր բարձ Փիլիպոսը, հրյա Փիլիպոսը երտա եթովիացի նախարարին իր Երևանից էստեղից բան անցնի, մեկ հատ նախարար մանցնի, փորձեք մոդենալ իրեն, եթե գրնակ։ Փորձեք մոդենալ։ Մի քանի ամիսներ առաջ Մակրոնը կացել է բան Նյու Յորք։ Մակրոն նախագահը Ֆրանսիայի։ Կացել է Նյու Յորք։ Եվ Նյու Յորք երբ որ հասել է իր բոլոր բադիգարդով եւ այլն, այդտեղը Թրամփը, Ամերիկայի նախագահը, իր մեքենաներով պիտի անցնի Նյու Յորքից։ Ջամփաները փակվել են։ Նույնիսկ նախագահ Մակրոնը չի գռնար անցնի բլոկ տվերը ջամփում մեջտեղը հերացան գնե բանին Թրամփին գսե խնդրեմ ես չեմ գռնար անցնել գսե այսպես է օրենքը որ ես կանցնի մեկը չի գռնար անցնել եւ սպասեց Մակրոնը փողոցի մայթին վրա որ Թրամփ անցնի հիմա դու գնա նախարարին գարքի մոդեցիր եթե գռնաս չես գնար Սուրբ Հոգին գսե բայց Եվ որ Սուրբ Հոգին գսե գադարե, ինքը թուրերը գպանա։ Եվ Փիլիպոսը գսա մոդեցավ։ Վազելով գսե մոդը գնաց, վազելով։ Մանրամասն կարևոր է, վազելով գնաց այդ նախարարին գարքին առաջ։ Որ հա, չեմ գիտեր ինչպես եղավ։ Բայց մարդկայինով չէի գնա, մտածեցի, որ չափ մտածեցի, որ այս Փիլիպոսի նման, եթե ես քառորդը Փիլիպոսի նմանիմ, քառորդը Փիլիպոսի պես լամ, հալելույա։ Հասկացա, իմ մասին գխոսիմ, դուք դերև շատ լավ մարդիկ եք, բայց ես իմ մասին Փիլիպոսին օրինակ առնելով ամաչեցի։ Դա մեկ ամաչացող ինձի պես ստրայի մեջ ոչ թե միակ ես կամաչնեմ։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Ամաչենք ժողովուրդ, քանի որ այս օրինակը մեր համար է, բայց ասեմ ցեզի, բարի լուր, կարելի է մենք Փիլիպոսներ լինենք։ Քանի որ Սուրբ Հոգին որ Փիլիպոսին է կխոսի, քեզ է դալ կխոսի։ Սուրբ Հոգին որ Փիլիպոսին զորություն կտա հրաշք կատարելու, քեզ յալ զորություն կտա, թունա հրաշք կնասնել։ Փիլիպոսին որ Պերանը բացավ Սուրբ Հոգին, քո Պերանը դալ գփանա, թունալ գրնաս քարոզել։ Չկա, երբ որ աշակերտ ենք, Փիլիպոսի պես խոնար, Փիլիպոսի պես լսող, Փիլիպոսի պես բարձ եկեղեցին մեջ, այդ մարդկանց կգործածե դերը։ Հալելույա։ Կլսե ցայնը Սուրբ Հոգին եւ գմոդենա գարքին։ Զարմանալի նայեցեք համար 30-ը Եվ գլսե, որ այդ նախարարը 5 դագարանեն Եսայի մարգարեին բաներ մը կգարտա։ Տեսեք Աստծո ժամադրությունը։ Գրնակ երևակել։ Անաբադի մեջ պիտի հասներ նույն ռոբեին Փիլիպոս, որ գարկը գանցնի այդտեղեն։ Եվ երբ գարկը գանցնի Սուրբ Հոգին նույն ադենը պիտի սեր իրեն կնա։ Ինքը նույն ժամանակ պիտի հնազանդեր։ Եվ երբ որ մոտեցավ գարկին Հենց այդ ռոբեին գլսե թե ինչ էր գարտում մարդը։ Հիմա գրնալար մեկ ժամ առաջ ուրիշ բան կգարտար։ Մեկ 5 րոպե հետո ուրիշ բան կգարտար։ Բայց գարտում է ամենակարևոր մարգարեական խոսքը։ Եսայի մարգարեն։ Եվ նայեցեք ինչ կհարցնե։ Գսե գարտացածդ կհասկնաս։ Ինչ քեղեցիկ խոսք։ Դու ով ես, Փիլիպոս, ես նախարար եմ։ Դու դպրոց չես կացած, ես դիպլոմներ ունիմ։ Ես էսև է դու ով եք որ։ Գիտեմ մեկ անգամ մեկ մեր եկեղեցին համար ասած, ով են։ Ով են այդ մարդիկը։ Ինքը իբրտե մի քանի դիպլոմ ունի։ Ով են այդ մարդիկը։ Այդ մարդը չի գրնար Քրիստոսի տակավորության մեջ մտնել, երբ որ դիպլոմով իր բաները
չափանիշները գտնե։ Հալելույա։ Բարք Հիսուսի։ Ուրեմն գահսկնաս ինչ կսես։ Էսի Սուրբ Օքի խոսք է։ Եվ կսե ինչպես կրնամ հասկանալ, եթե մեկը չգա ինձ բացատրող։ Տեսնում եք, ինչպես Աստված կխոսի այդ մարդկանց, որ խոնար են։ Եթե ես լայի այդ նախարարը գսե նախ քեզ ով հրաման տվավ մոտենաս ինձ։ Նախ դու ինչ ասելով իմ հետ կխոսիս։ Դու գիտես ես ով եմ։ Բայց այդ մարդը փնդրող էր։ Փնդրդուքի մեջ էր Երուսաղեմ կացել էր գսե աղոթելու, որ Աստծո մե փամը ստանա։ Չեր ստացած։ Գրոնքը փամը չի դար ինձի։ Այդտեղ անաբադի մեջ դխուր դու ներտում, գարտում է, բայց բան չհասկանա։ Դիրոջ խոսքը գարտա, բայց չհասկանա։ Շատեր այդպես են, գարտան, բանը չեն հասկանա։ Միջև որ Սուրբ Օքին զրտ։ Հալելույա։ Ուրեմն բանը հասկանաս, ինչպես կարտամ, ինչպես հասկանամ, մեկը չկա ինձ ասող, եւ Փիլիպոս կսե ելավ իրքով, հա, եւ նայեցեք ինչ քեղեցիկ կսե։ Անալսավ ինչպես կնամ հասկանա, եթե մեկը չարոշտի, եւ աղաչեց Փիլիպոսին, որ ելնե իրքով նստի։ Գրնանք ֆիլմն էլ որ մասի գա։ Բատկերը երևակա է։ Ելլե բարձրանա իրքով նստի նախարարի չափին։ Չէ որ գսես ու գիրքը որ մենք նախարարներ ենք եւ մենք իշխաններ ենք։ Եթե Հիսուսի ծառա ես, դու միշտ բարձրերում պիտի նստիս։ Դու անաբադի մարդ ես։ Անաբադեն դերը կբարձրացնե, բայց անաբադ տանողն ալ դու ես, դերն է քեզի։ Հիշեք Հիսուս անաբադ տարավ գսես Սուրբ Օքին, որպեսի մատնվի Սատանային, փորձվի Սատանային։ 40 օր փորձվեցավ, եւ գիտեք ինչ գրված է այդտեղ։ Գրված է որ երբ որ փորձությունը վերջացավ գսե հրեշտակները գծարայեին Հիսուսին։ Սպասարկեին Հիսուսին։ Բադվեց դերը։ Հավատարիմին կբադվե, աշակերտին կբադվե, աշակերտ եղիր քույրիկս։ Ամեն։ Եվ չեմ ուզեր երկար շատ խոսիլ եւ այդտեղ են այդ խոսքը մարգարեական խոսքը առնելով գսե գպացադրե գաղաչեմ գսե այս որու մասին գխոսի ինք գսե պերանը բացավ նայեցեք ինչ գսե եւ Փիլիպոս իր պերանը բացավ կրկին այս խոսքեն սկսելով Հիսուսը կարոզեց չսավ այս ինչ լավ գարքի մեջ եք աս ինչ լավ է գարքը ոսկիներուն չնայեցավ գարքին մեջ գասկնակ աշխարհային բաներով չխոսեցավ, այսպես գլոր չդարձավ, ժողովուրդ աշակերտը գիտե շիդակ ժամանակին շիդակ բանը ասել, երբեմն շատ ժամանակ կգործընծնենք մարդկանց մասին աշխարհային բաներ խոսելով, բայց Քրիստոսը չենք կարոզել։ Այս աշակերտություն չի։ Հիմա բիցեք որ հովիվ ջանես ինչ բաներ ես խոսում արդեն մենք պրոբլեմ ունենք մեր պրոբլեմը yani ասեմ ցեզի դեղ մգա որ մեր կփավե պրոբլեմներից մասին մտածենք Քրիստոսի թակավորության մասին մտածենք ոչ թե 20 տարյա պրոբլեմ ունենաս 50 տարյա պրոբլեմ ունենաս մինչև գալքիդ վերջը պրոբլեմի մասին մտածես դեղ մգա որ էլ ստոպ դեղ մգա բիցենք որ Քրիստոս մեզ ուղարկել է թակավորություն առաջացնելու ես կփավեմ մտածեմ միայն իմ քրմանից մասին միայն իմ անձիս մասին, միայն իմ դան մասին, միայն իմ ես միայն իմ ես իմ կյանքովս տեսնում եմ, որչափ դիրոջ համար ծառայում եմ, անչափ իմ թուրերը սպասվում է, ամեն տեսակերով։ Երբեք օրնու բանի բագաշեմ ընդհանրապես ավելիով։ Ինչու համար հավատացյալները այդպես բռնված բանի մեջ են, քանի որ իրենց Աստվածը դարձած է իրենց խնդիրը։ Աշակերտում խնդիրը խնդիրը չէ, աշակերտին խնդիրը Քրիստոսի թակավորության հարաճացման բագասն է։ Ողս ամեն Երդասարտներ ջան լավ է վիճակնիդ, հասկացաք ինչի մասին ենք խոսում, թեման լավ է ցեզ համար, դեսնանք հադե բոյերնիդ։ Հիսուսը կարոզեց։ Եվ նայեցեք ներքինին ինչ կսեք։ Ահա ճուր, ալ ինչ բանզիս կարգիլ է մգրդվել է։ Մեկ անգամ են մարդը գսե Այս կուզեի ես, հերեխայի նման, այս կուզեի ես, էլ ես ինչ ետ կենամ, ես ուզում եմ մգրդվելը հասկացակ ժոր չուր մտնել ելերը չէ միայն, մգրդվելը Քրիստոսի անձնվիլն է, այն Հիսուսը որ հասկացավ, Փիլիպոս ինչպես բացատրեց արդյոք ինչպես բացատրեց, որ այդ մարդը լալով ասել, ինչ կբաքսի ինձի մգրդվել է, մգրդի այախպեր մգրդի, Արդիկ տարիներ պետք է որ մտածեն միջև հասկանան մգրդվելը։
բաղադրում ես, որ մգրդվի։ Հետո արդեն սխալվում ենք, որ մարդը չհասկացած գամարդղվի, այսպես մարդը հասկանա ինչ է մգրդության միտքը։ Եվ մի անգամից գուկա դիրոջ արջև եւ գսե նայիր պատասխանը նայեցեք Փիլիպոսին եթե քու բոլոր սրտովդ կհավատաս կարելի է անիկա պատասխան տվավ կհավատամ թե Հիսուս Քրիստոս Աստծո որդի է ու հրամանրա որ գարքը գայնեցնեն գարքի մեջ մենակ չէինք ջարացինք երկուքնալ իջան Փիլիպոս ներքինին մգրդեց բոլոր իր զինվորներու առաջ խոնարհությունը գտեսնեք այդ բանին նախարարին եւ ցեզ ասեմ Եթիոպիայի արաքյալը ինքը եղավ Եթիոպիան քրիստոնյա երգիր դարձած էր առաջին քրիստոնյա երգիրներեն մեկն էր Եթիոպիան գիտեք որում պատճառով այս մարդու պատճառով վերադարձավ Եթիոպիա եւ ինքը իր ընտանիքը իր քաղաքը իր երգիրը քրիստոնյա դարձավ Եվ որ բացմությունը գնայինք իսլամները կալեն առաջ, առաջին երգիրները մեկն են Եթիոպիա, որ քրիստոնյա են, ինչպես Եգիպտոսը։ Պարզապես Փիլիպոս մեկ անց լսեց, խոնարհեցավ, բայց անգի առաջ եկեղեցիի մեջ խոնար մարդ էր, լավ վկայություն ուներ, իմաստուն մարդ էր, բռնեց դերը, առաջնորդեց, մեծ սուքսե մեծ հաջողություն ունեցավ, անաբադ գնաց իր համար կարևոր չէ հաջողությունը, իր համար դրոջը տակավորությունն է, դերը կործածեց, մեկ երգիր փրկեց, մեկ երգիր Եթիոպիա։ Ինչ կսեք։ Ճամբարին ես կսեի դու քանի հոգի փրկել եք այս վերջին 6 ամիսը։ Քանի հոգի փրկել ենք մենք այս վերջին 6 ամիսը։ Քանի հոգի բերել ենք դիրոջ։ Քանի հոգին համար մենք փորձել ենք մեր բաժին անել եկեղեցի դիրոջ տակավորության ոչ թե խոսիլ վկայության մասին չի խոսքս փոխել բառն եմ ասում քանի հոգի փոխել ենք ոչ թե քանի հոգի ավետարան ենք կարոզել չէ փոխել ենք այդ քիչ առաջվա գնոջ մասին որ խոսա ես պարզապես վկայեցի ես չփոխեցի այդ գնոջ հիմա հուսամ մի քանի ամիս հետո կամ գիտեմ ով է իրեն հետ կապնվեմ եւ հետ աշխատանք տանի մինչեւ որ ինք փոխվի անժամանակ կրնամ ասել հա օգուտ տվեց այդ սուբկիրքը որ դվի իրեն ես չբարձրանամ որ մի հատ սուբկիրք տվերեմ այդ իմաստ չունի եթե այդ մարդը չփոխվի շատերս նախ չենք վկայել իր անոնք որ գվկայեն գուրախանան որ 10 րոպե Հիսուսի մասին խոսել են բայց ինչի նպատակը փոխվելն է եւ այս մարդը գմգրդվի գսե ճուրեն ելավ գսե թուրս ուրախությամբ դերոջ հոգին Փիլիպոսին հապշտակեց իսկ այդ մարդը գսե չտեսավ իր ճամփան ուրախությամբ գնաց նորից մարդը Փիլիպոսին չկապվեցավ Սուրբ ոգին գսե հանեց Փիլիպոս այդտեղեն եւ դարավ ուրիշ տեղ որովհետեւ չլա որ մարդը գապվի մարդուն այլ մարդը գապվի Քրիստոսին մենք երբ որ մեր վկայությունները գնենք ամեն ինչ գնենք որ մարդը մեզի գապվի դեռ մենք դիքա որ մենք պիտի գապենք այդ մարդուն այո բայց հետո իրին պիտի դրանք դիրոջը եւ պիտի հանցնենք եկեղեցին եւ ոչ թե վրանին պիտի լան քանի որ ես տեսել եմ վկայություններ օրինակամար Սարգիսը պերուլ է Միքայելին Սարգիսը Միքայելին պերում է ամեն գիրագի հալելույա Միքայելը ուրախ է հետո օրը Սարգիսը եւ Միքայելը գրիվ գնեն իրար հետ օրինակ եւ քանի որ Սարգիսը Միքայելը գրիվ գնեն իրար հետ այլ Միքայելը եկեղեցի չկար գիտեք ինչու քանի որ Սարգիսը հոն է գիտեք ինչու քանի որ Միքայելը Սարգիսեն բացի ուրիշ եղբայրներու հետ չշփվեցավ եթե եղբայրներու հետ շփվեր գրնալս է Սարգիսին հետ ես խնդրեմ ունիմ բայց մհեր ջան դեր օրն է շնորհակալ եմ որ դու գաս հասկանում եք ինչ է պատահում մարդկանց բերում ենք եկեղեցի մեր ցերքեր ունդակ ենք բաղում եւ այդպես ենք անում որ մարդը եթե ինձ հետ նեղվի էլ չգա եկեղեցի այդպես լիք ունենք մեր եկեղեցի պատմության մեջ նեղանում են քեզանից ինձանից բայց քանի որ ուրիշներն են շփում չունի մարդը այստեղ Սուրբ ոգին մեզ ցույց է տալիս երբ որ կորձդ կատարես մի գապվիր մարդը քեզ մի կաշեր հանցնե եկեղեցին հանցնե քուր եղբայրներին որովհետեւ դու չլինես միակ եկեղեցին ներկայացուցիչը սկիզբը կորձարա բայց նպատակ ներկայացուցիչը դու չլինես այսպես բանել լիքը կան ժողովուրդ Սուրբ ոգին մեզ ցույց է տալիս այստեղ աշակերտին կորձը հալելույա այսիկա քարոս չէր այսի սերդողություն էր աշակերտը լալու սերդողություն էր դասում տածկեր մեկ խոսքով
Եվ Սուրբ ոգին հանեց սկսե։ Նորեն Պետրոսին, Փիլիպոսին ներողություն։ Էս ինչ լավ է Փիլիպոսին, տնում է, հանում է, բերում է դեր։ Էս ինչ լավ է։ Հալելույա։ Մի անգամ ես աղոթեցի ճամփորդություն մի դնեի Ամերիկա, գիտեք 11-12 ժամնոց ճամփա։ Էսի դեր մեկ հատ Փիլիպոսություն էր ինձ, սդերից հանե ուղղակի Լոս Անջելես ծիր վերջանանք։ Այդ ով պիտի նստի 12 ժամ օթոնավի մեջ։ Չստացվեց, չեղավ։ Նստա օթոնավի մեջ։ Անպայման նպատակ կար։ Եվ Զանիգա գսե ալ ներքինին չտեսավ, հանեց տերը, ալ չտեսավ, գիտեք գաբալ չբահեց, քանի որ ինք վստահեցավ Սուրբ ոգին կորզին, որ այդ մարդը պիտի գնա առաջ, պիտի եթա Եթիոպիա եւ այդտեղ քարոզություն պիտի դնե, պիտի քարոզե իր միջոցով եկեղեցիներ պիտի սկսին, ինքը չէր կոնտրոլը, չսա որ նայիր հա, եկեղեցի սկսես չմոռնաս մեզի հա, այսպես են անում հիմա, այսպես բաներ են լսում Հայաստանեն ուղարկում են 2-3 հոգի Ֆրանսա կամ Ամերիկա կամ ուրիշ տեղ, որ եկեղեցի հիմնեն, որպեսզի Հայաստանի հովիվին դասանորդ ուղարկեն։ Ինչ զիբիլ բաներ կան այսօր քրիստոնյա աշխարհի մեջ, որ ամոթ է մեզ, որ խոսում ենք նույնիսկ։ Բայց իմացեք, անոնք մեր ընտերն ալբիդի հետևին թող իմանան այդպես բանը դիրոջից չի։ Գսե ալ ներքինին չտեսավ։ Քանի որ դիրոջ կորզն է կարևորը, Փիլիպոսը չէ կարևորը։ Ուրեմն եթե դուք մարդիկ ունիք Եթե գան, որոնց հետ կխոսիկ ավետարանը, որոնց կխարոզեք, կսորվեցնեք դերը օրտնիցես, բայց շուտ բերեք եկեղեցի, հանցնեցեք եղբայրքույրերուն, ծեր վրա մի բենք, ծեր իշխանության դակ չմնան այդ մարդիկ, լսեցիք, հալելույա, հանցնեցեք եղբայրքույրերուն, ունենք եղբայրներ, ունենք քույրիկներ, ունենք հովիվ, որպեսի այդպես լինի, որ Սուրբ ոգին դանի գործը առաջ եւ ոչ թե ես Եվ ոչ թե դու։ Հալելույա։ Ամեն։ Եվ այդպեսով գտեսնենք մի քանի գլուխ 21-ին մեջ, որ Փիլիպոսը ժողովուրդ ջան, այդ ալսեմ որ հանգստանաք։ Փիլիպոսը ամուսնացավ։ 4 հատ աղջիկ ունեցավ։ Մեր 4 հատ աղջիկ։ 4 հատ աղջիկ ունեցավ։ Բայց նայեցեք 21-րդ գլխում մեջ գարտակ գործ արակելոց։ Իր դունը եկեղեցի էր։ Մեկադա լսեմ, դուն ուներ, դուն արել էր, շենք ուներ, իր դունը եկեղեցի էր։ Եվ իր աղջիկները գսե մարգարեություն գնային։ Ասել է որ այնքան այս մարդը լեցված էր, ասված դուն ալդվավ, ընտանիք ալդվավ, երեխաներ ալդվավ, երեխաներն ալ օրտնվեցան, ուրեմն երդասարտներ ջան մի գարձեք որ Հիսուս հետ կալերը ասել է տրամ չգունենար, Հիսուս հետ կալը դուն չգունենար, Հիսուս հետ կալը լավ գին չգունենար, շատ լավ գլնա ամեն ինչ, բայց Հիսուս հետ քայլեցեք, հնազանդ եղեք եւ նայեցեք ները ինչ կասի։ Երդասարտներ ջան, Հիսուս հետ քայլելը օրտնություն է, աշակերտելը օրտնություն է, մի վախնակ որ էս բիտ չունենամ կամ այն բիտ չունենամ, օրտնություն է, այսինքն դունալ ունեցավ, գինալ ունեցավ, զոնքաճը չեմ գիրեր, բայց աղջիկներ ալ ունեցավ, հասկացա որ եթե ես Տիրոջ ճանապարհի մեջ խոնար եկեղեցի մեջ ծառայող, օրտնող, սիրող, Սուրբ ոգիով քայլեմ, ավետարանը քարոզեմ, աշակերտ լինեմ, Աստված հոգ կդանի, Սոնիկ ջան ամենեն լավ դղան քեզի կուտա։ Հալելույա։ Օրինակ, հիմա շուտ է, հա, հիմա ամենեն լավը մեզի եւ այնքան օրտնված կլա, ընտանիքը օրտնված կլա։ Եվ որ գալիս էր մարդիկ գնում էին, Բողոս Արաքյալը Փիլիպոսին դունը մտավ, կրնակ Երևակայել, դունը եկեղեցի էր, պաշտամունք կդեին, մարգարեներ կային, հյուրեր կային, վստահ մի քանի սենյակներ ալ ուներ հյուրերուն համար։ Հիմա մենք միրանի հիմա դու արդեն հազիվ մեր սենյակներու մասին կմտածենք։ Չէ, մեկ սենյակ ալ գցեք հյուրերու համար, չես գիտեր ով կգա։ Օրինակ, եթե աշակերտ ենք, սրա մասին կարևոր է մտածել։ Ահավասիկ, ով է ճշմարիտ աշակերտը, եւ ես ձեզ ասեմ, դերը գործն է։ Այն աշակերտին, որ իր գործը կկատարի։ Մեկ հատ գրտնեմ, դերը գործն է, ամբողջ այն աշակերտին կյանքը, եթե աշակերտը իր գործը կկատարի։ Փիլիպոսը օրինակ է մեզի։ Օրտնյալը լա մեր դերը, իր փառքին համար, գործնենք եւ կպատվենք քեզ դեր։